Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին դիտում են մեր հաղորդումը եւ մեր կողքին են։ Իհարկե, ուզում եմ նորից հիշեցնել, որ չմոռանաք բաժանորդագրվել մեզ։ Դարձեք մեր հետևորդը, շատ կարևոր է դա, որքան մեծացնենք մեր բաժանորդների թիվը, այնքան ավելի հետաքրքիր ու բազում լինելու Փակ TV-ի բոլոր տեսակի հաղորդումները։ Սիրելի բարեկամներ, օրը շաբաթ է, իսկ դա նշանակում է մենք ավանդույթի համաձայն այժմ պիտի փորձենք ուղիղ կապով զրուցել Միացյալ Նահանգներում գտնվող Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ եւ ռեժիսորն ինձ հուշում է, որ այդ կապը կա եւ հաջողով սկսենք մեր զրույցը պարոն Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ։ Նախ ինչպես եք, ինչպեսին է ձեր տրամադրությունը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շնորհակալություն, շատ լավ, նորմալ, մարտական, հուսով եմ դուք լավ եք։ Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակեց դեռ անհայտ այսպես մի հարցում համաձայն որի բոլոր այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են 2026 թվականի պետական ընտրություններին, հավաքելու են 1% ձայն։ Պատկերացնում եք, եւ այդ թվում անգամ Դոկ կուսակցությունը։ Ես չգիտեմ ինչից ելնելով են նրանք հրապարակել եւ ավելին այս փաստերը որքանով են հավաստի։ Ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Ուրեմն ես տեղյակ եմ, չգիտեմ այդ ում կազմակերպությունը, այդ հանրապետական միաներ դրել են հանրապետական։ Ամբողջովին կեղծ, այսինքն այդ նույն exit poll-ի ձեռը որ ճանաչես, կարող է գրեին 0, դաժե կարող է գրեին, որ Վարդան Ղուկասյան մարդ չկա, տես մարդ չենք ճանաչում։ Այդպես մարդ չկա, ժողովուրդը չի ճանաչում տես մարդ։ Գիտեք ինչ, ես այսքան մոտենանդրությունները, այնքան մի հատ տեղից հլվող վիժվանք, հլվելու ինչ ասեց անասունություններ, նկարեն դնեն, այն քաղաքապետարան ինտրությունների ժամանակից տալիս էին 2%։ Չգիտեմ ես ինչ մետրոսերը, այսինքն բացատրեցանք ինչքան եղավ։ Հիմա ասեք հայտնվել է ինչ-որ բնը մեկը, ինչ-որ հարցում արել, սաղին ինչ-որ մեկ, վերջում, այդ ակնհայտ է, չէ, որ այդ հարցում անող մակկային վիճվածքը ում թելնաթել է։ Ես հենա հայտարարեցի, որ ժողովուրդ ջան հելեք, այդ սխիշխան բան ունենք, ադմին ունենք, բլոգեր ունենք, չգիտեմ, սուտ հետաքրքրումից դրտված քաղաքացիներ կա, այսօր մեկը կարա իր էջի վրա հարցում տնի, եւ ինքը տենա իր աշխով, ոնց է ինչ է, բայց ամենամինիմում պիտի մասնակցի 1200-ից ոչ պակաս մարդ, էդ էլ ասեն, որ գոնե մոտավոր պատկերը հասկանալի լինի, հենա ասել են, դրել են, ժողովուրդ հարցերն աննմա, ամեն մեկը իր մոտ է դրել է, եւ Վարդան Ղուկասյանի տոկոսները ոնց ֆռացնում են, 51-ից ներքև չի իջնում, ով իամոտ դնմա, ով որ կասկածնա, չովեկան տնի, էդ իամոտ պատկերը տենա, ամեն մի անբարոյականի զավակի ասացի խոմ չի կավատա, մի տոկոս, ես դաժե ասեմ ավելի, 0, Վարդան Ղուկասյանին մարդ չի ճանաչում, այդպես մարդ չկա, չգիտենք, անցան Ղուկասյան ջարամեն մի անբարոյականի զավակի բանի, լուզի մոտեցեք, անցեք, հաջորդ հարցը։ Պարոն Ղուկասյան, ես ուզում եմ ինչպես ձեզ, այնպես էլ մեր ունկնդիրներին հիշեցնել, որ մեկ ամիս առաջ Փակ TV-ն 24 ժամի այսպես կտրվածքով հարցում անցկացրեց իր ունկնդիրների եւ բոլոր ցանկացողների միջև համաձայն այդ հարցման 65% ձայների այսպես գերակշռ մեծամասնությամբ հաղթանակ էր տոնել Դոկ կուսակցությունը, պատկերացնում եք 3600-ից ավելի մասնակիցներ էին իրենց ձայները տվել այս կամ այն կուսակցությանը եւ այդպիսի առավելությամբ Դոկ կուսակցությունը փայլուն հաղթանակ տարավ։ Նրանք ովքեր կասկածում են կարող են մտնել, տեսնել համապատասխան ինֆորմացիան եւ ինչպես ասում են համոզվել, որ իրոք նման բարձր վարկանիշ ունի Դոկ կուսակցությունը։ Դուք տեղյակ եք։ Այ քո ցավը տանեմ ես, այդպես մարդիկ երբեք չեն համակերպվելու, իրանց
փորի օծերը, ճիճուներն ու դինոզավրերը իրանց ուտում են, իրանց ամբիցիան, իրանց տարելավ, դեմի հարևանը իրան չի ճանաչում, ասում է ես ուզում եմ մլնել prime minister, բայց ինքս კი հավաքարակ չի կարան տրվի, էդ է մեր ազգի դժբախտությունը, հասկանում եք, Դերի ցնողին հեսակը կազմությունները բակտենակ 1 միլիոն բանը կուսակցություն արտանվելու 1 միլիոն հոգի են մարդկային վիժված կորացեց Հայաստանը 1 միլիոն ու կես վարչապետ կա, սրանք սա հավատացել են, որ 2 միլիոն ու կես է վարչապետ է։ Հիմա գնաց հոկտեմբերյանի հիվանդանոցի դռնապա յուրային ասեց, վաղը ուզում ես դառնալ վարչապետ, կասի, ես վարչապետի թեկնածու եմ։ Ու այդ մարդիկ իրականության այդ հաշվի չեն նստում, չեն ուզում, ասում եմ, չի մենք հայտարարեցինք, բանդրների օր ես հայտարարեցի ժողովուրդ, այդ մարդիկ ովքեր կապ չունեն նախկիների հետ, խնդրեմ, չոգան, միանան, տենան, այ մարդով եկավ ասում, մենք եթե մենք հավասարը հավասարեցում եղբայր, who are you, what to, ով кто ты такой, Քեզ մաս չի ճանաչում, դու հավասար ես, Վարդագոկասանը հլի հյուսային պողոտա չէ, գնային Բանգլադեշի, կամ չգիտեմ, Արամուսի, չգիտեմ, Արտանիշի խուլ գյուղն են մտի, գյուղի ժողովուրդը կլենք, գան Վարդագոկասան կտենան, ամեն մեկն իա բողոքը դոշի խպած կացի, մետերեղի, մի բան արա, մի քո բարապաշարը բացին, ջրի հարցը, լուսի հարցը, կովի հարցը, առողջական հարցը լուծվի, քեզ քո շենքի մեջ չեն ճանաչում, դու ոնց ես ասում հավասար է, մի հատ քաղաքացու մարդից փուշ չեք անել, քաղաքացին ձեր հետ կապի միջոց չունի, դու այսօր ասում ես ուզում եմ դառնալ վարչապետ, դե գնա դառնա ոնց ես դառնալ, անցի այդ բալա, մամսի ուշանջան, դու խելքով բարդ ես, հաջորդ Օրերս Լևոն Բաղդասարյանի գլխավորած փաստաբանական գրասենյակը նշեց իր գոյատևման 25-ամյակը։ Մենք իհարկե մեկ անգամ եւս շնորհավորում ենք պարոն Բաղդասարյանին այդ շատ կարևոր իրադարձության կապակցությամբ եւ պիտի ասեմ, որ ես անձամբ գիտեմ, թե իսկապես մասնագիտական ինչպիսի բարձր որակ ունեցող անձինք են այնտեղ աշխատում։ Ես դրանում համոզվել եմ եւ թե իմ բոլոր, ասենք, գործընկերներին նախկին այն հերոստատեսությունը, որը գլխավորել եմ եւ ներկա հերոստալիքը, որը նույնպես ղեկավարում եմ, մենք դրանում բազմիցս համոզվել ենք եւ ամենևին էլ պատահական չէ, որ մենք շատ ուրախ ենք պարոն Բաղդասարյանի համար։ Իդեպ պարոն Ղուկասյան, ասեմ, որ ունենալ նման փաստաբան դա իսկապես շատ մեծ հաջողություն է։ Դուք եւս դրանում համոզվել եք։ Նախ ես իմացա, որ 25-ամյակն օգտվելով ընձեռված հնարավորությունից ուզում եմ շնորհակալություն շնորհավորել պարոն Բաղդասարյանին իր ղեկավարած Dev Group կամպանիային 25-ամյակի կապակցությամբ մաղթում եմ երկու այդքան էլ 25-ամյակներ, որպեսզի նշվի մինիմում այդ կամպանիան, շատ վստահելի իրավաբանական կամպանիա է, բարձր մասնագիտական տվյալներով, որի վրա ես ոչ մի գրամ կասկածանք չունեմ, բացի բարձր, օրինակ ստեղ կան բարձր մասնագիտական տվյալներով փաստաբաններ, բայց շաբաթ-կիրակի հասանելի չեն, ժամը 6-ից հետո հասանելի չեն, տոնորերին հասանելի չեն, տերերի ժամին հասանելի չեն։ Ես բարը կլիենտի ճակատագրիով առհասարակ չի հետաքրում, փողը վեկարան վերջացավ, գործանում են, всё, goodbye, բայց մեծ փաստաբանները նամանավան պարոն Բաղդասարյան, օրը 24 ժամ այդ մարդը հասանելի է։ Բացի նրանից, որ մարդը փաստաբանը մարդ նաև հոգ տանում իր հաճախորդի մասին, հետաքրվի, էսանի, էնանի, երին ժողովնի, հաճախորդի վիճակը ոնց է, լավ է թե վատ է, տրամադրությունը բարձր է թե ցածր է, այսինքն մարդկային արժեքներն է ամենակարևորը, որը ամերիկյան փաստաբանների 90%-ի մոտ դա բացակայում է։ Հավատացած եք, ես դրա միջով անցած մարդ եմ, գիտեմ ինչ եմ խոսում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, այո, շատ մեծ վստահություն ունեմ եւ դա աստված որ շատ ու շատ փաստաբաններ լինեն այնպեսին, ինչպեսին որ պարոն Բաղդասարյանն է եւ իր թիմը։ Ինչպես գիտեք, այսօր պարոն Բաղդասարյանը դոկ կուսակցության նախընտրական շտաբի պետն է։ Ինչն է հետաքրքիր, զբաղեցնելով նման պատասխանատու պաշտոն, պարոն Բաղդասարյանը ինքը կուսակցական չէ։
Պարոն Ղուկասյան, այս փաստը ձեզ չի անհանգստացնում։ Բացարձակապես չի մտահոգում, ի՞նչ կապ ունի։ Բացարձակապես։ Պարոն Ղուկասյան, շուտով ազատության մեջ դուրս գալու ձեր փաստը, ինչպես ասում են, շատ այսպես հրապարակումների տեղիք է տվել եւ որոշ մարդիկ էլ որոշ կառույցներ էլ հայհոյախառը այսպես բարապաշարով փորձում են վարկաբեկել թե ձեզ թե դուք կուսակցության նախագահին, ձեր կուսակցության անդամներին, անգամ համակիրներին։ Ես հասկանում եմ մարդիկ այն ովքեր զբաղված են այդ ինչպես ասում են անպատվաբեր գործով, պիտի հասկանան, որ իսկապես դուք կուսակցությունը իրականում շատ բարձր վարկանիշ ունի։ Օրերս էլ մենք ականատես եղանք, թե ինչպես հայելի ակումբում այսպես on-line տարբերակով, երբ այս հարցի մասին խոսում էր, Միացյալ Նահանգներից ինչ որ մի անձնավորություն ձեր հասցեին հայոյախառը այսպես փորձում էր ինֆորմացիա տալ վարկաբեկելով, ասելով, որ դուք ոչ մի ռեյտինգ էլ չունեք, վարկանիշը իրականում շատ ցածր է։ Եվ ինչն է ցավալի, որ այդ հայելի ակումբի մարդիկ էլ այսպես ասում են այդ անձնավորության ջրաղացին ջուր էին լցնում, տոն էին տալիս, որպեսզի նա իրեն ավելի այսպես լկտի պահի, բայց ի վերջո չեն մտածում, որ Վարդան Ղուկասյանն էլ կարող է պատասխանել։ Չեք կարծում, որ այն ամեն ինչ մտադրվել էին հայելի ակումբի ներկայացուցիչները, կարծես թե հասան իրենց նպատակին։ Ուրեմն ինչ վերաբերում է հայլին, ես չգիտեմ դա ինչ ստադիանժոնա, են գինեկալակիչսկի հայլինա, որը որ իրան դրել է անդիմադերի տեղ, բայց ոչ մեկ չի ասել եթիմըտ ուրա, ինչի բանակում չի ծառայել եթիմըտ, որ դու ամբողջ օրը կառավարություն ես կռում ու կառավարությունը չգիտես խի, եթիմից հետախուզում չի հայտարարում, դա մեկ։ Այդ ռոբիկական մարդկային վիժվածքը, որ ելույթ ունեցել, թե Վարդան Ղուկասյանից, թե ասեցին, ով որ բանդի ռեժիմ փոխի։ Ուրեմն, նույնց եմ ասում, իրանց ֆորի տոցերը իրանց ուծում են, դե հիմա արի այդ մայրիկա բռնաբարածին բացատրի, որ Վարդան Ղուկասյանի փաստաբանները, եթե Ամերիկայում մնում ավելի լավ, դատի են տվել հենց նույնպես բանտի պայմաններին, habeas corpus-ով, գործը գտնվում է դատարանում, սիստեմատիկաբար իմ փաստաբանները, ինչպես նաև Լևոն Բաղդասարյան Հայաստանից, դոկտոր ուղարկել ԱՄՆ գլխավոր դատախազին, նույնիսկ արտադատության նախարարին, նահանգի գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին եւ այլն, ինչպիսին են այս բանտի պայմանները եղել միջև Վարդան Ղուկասյանը այստեղ մտնելը, որ 2 ամիս հուլիս-օգոստոս ամիսներից տեղ առհասարակ մակրոն ժողովրդին չեն անել եւ միայն մեր բարձրացնելուց հետո են անել, որ գումանան դրան մի շարք պետություններ, հիմա մեր դրան տանները կարիք չկա տալու, բայց դուք գալուց հետո այդ թղթերը մտցնելու այդ մարդու մամայի բերանը որ որոճա, հետո դեռ ինչ-որ մի բան պատահի, դա էլ կմտցնեն դրա մոտ բերանը որ որոճա, որ այդ մի շարք պետություններ ուղարկել են, այո, ասել են, մենք պատրաստ ենք ընդունելու Վարդան Ղուկասյանի, խնդրեմ հրավերը, բայց Վարդան Ղուկասյանը որոշակի հանգամանքների դեռնելով դեռ մնում է այստեղ եւ շարունակում է բանը պայքարել դեռ որոշակի հարցեր կա, այդ հարցերի լուծումներ կտա, ամեն բան նոր կտա, նոր կնիկրսի առոք սամալոտ կնիկասի goodbye my friend։ Հիմա դե արի ատենց պորրակասիներին բացատրի որից հետո է։ Հարգելիներս այնքան բանկա, որ դուք չպիտի իմանաք, եւ չեք էլ իմանա, որից հետո եւ ինչ, եւ այդպես որ իրանց թորիոթերի անցումա, այդ եմ նոր ասը, մարդ 10 ամիս բանտի մեջ, բայց այդ մարդը վարկանիշը չի ինգե, հեսա մարդը Ղուկասյանը, որ հելակիա վարկանիշը տվեց հելավ ավելի բարձր, այն ժամանակ ավելի են իրանց ջանի վրա կրկնվելու, սակրտվելու, բավը Ռոբերտ Քոչարյանն ես գովը, Ռոբերտ Քոչարյանը, ինչի չես գնամ Հայաստան ապրես, Ռոբերտ Քոչարյանի գովը, կամ Սադի Անժոն, հայլի ակումբ, այ Սադի Անժոն, ինքը յախտերը նամանավատ, այդ Հայաստան հետապակամված սամանադրություն գրողը, որից որ ընգել ենք ձերըցակը, բանը սամանադրության չգիտենք ինչ անենք, ով գրեցի ախպերը, գիտեք ինչ, անցեք, այդպես մանր մուներ անբարոականների զավակներին, անցեք քիչ մնաց, ես կլենք ասեմ որից հետո է, են որ ոտս
Քաշել մի քիչ ուզում են ցույց տալ, թե посмотрите, я ասետրինա, բայց ասկիդիա գլորտու օսչեմ, ու մնացել ասետրինա։ Այս է ուզում ասել, մեր ժամանակն էլ բանը սահմանափակ հանրական կներեք ավարտվեց, իր հետևորդներին պիտ կացեք, լավ եղեք, մնաց շատ քիչ, հարգելի ժողովուրդ, Վարդան Ղուկասյանը կա և կմնա, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ ուղիղ կապ ենք հաստատել դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, մեր հարցերին նա սովորականի պես տվեց իր այսպես սպառիչ պատասխանները, կարծում եմ նման տարբերակով մենք առաջիկայում էլ ենք աշխատելու, այնպես որ սպասեք նրան առաջիկա մեր ուղիղ միացումների ժամանակ։ Ցտեսություն։